Երբ փլվեց Սևաքարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, շատերը, այդ թվում նաև հուշարձանների պահպանությամբ զբաղվող կառույցի ներկայացուցիչները, թերահավատորեն էին վերաբերում հարցին, թե արդյոք երբևէ կկարողանան վերականգնել Աստծո տունը։ Եկեղեցու փլուզումը մեծ աղմուկ բարձրացրեց, մեղադրանքների մի ամբողջ շարան սկիզբ առավ։ Բանը հասավ նրան, որ չէինք կարողանում հասկանալ, եկեղեցին պատկանում է պետական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությանը, թե գտնվում է համայնքի հաշվեկշռում։ Ինչևէ, այդ օրերի ընթացքում չգտնվեց մի կառույց կամ անհատ, որ հանձն կառներ եկեղեցու շինաշխատանքների հովանավորությունը, մինչդեռ օրեր առաջ մեր հեռուստախմբագրություն ստացված հեռախոսազանգը որոշեց Սևաքարի եկեղեցու ճակատագիրը։ Հովանավորը չէր խոստուտիվա հայտնվել, դու զանգից խոսացիք, չկան դից բազու է հովանավորը շվարատյուն հայտնեմ աշխարի չապ գովեք, իրոք աղոտող բոլոր եկեղեցներ աղոտեն է հովանավորը երեխաների համար թոմի անվնասնի միշտ լուստավոր կյանքում ապրեն, թո հովանավորին սա գյուղը մեկ ինձ հետ միասին բոլորը անչապ շունակալ և բադրը չեմ ճարում հովանավորին գովաբանելու համար, թո ասուտա միշտ հովանավորը օջախով միշտ ուրախ նտիրի, խաղաղություն միշտ նիրի, լուստավոր կյանք, ուրախ կյանք։ Բարերարն առհասարակ չներկայացավ, միայն ասաց, որ իր աղջկա անունն էլ է Հռիփսիմե, ում պատվին էլ ծնողները որոշեցին վերականգնել Սևաքարի Սուրբ Հռիփսիմեն, իսկ եկեղեցու փլուզման մասին իմացել են Խուստուփ հեռուստաընկերության կայքէջից։ Բարերարը պատրաստակամություն հայտնեց հովանավորել շինաշխատանքները, եւ դա միայն խոստում չէր, անմիջապես եւ այդ մեր անմիջական միջնորդությամբ կապվեց Սևաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանի հետ, որին էլ հաջորդեց Սևաքար հիմնադրամի ստեղծումն ու գումարի փոխանցումը։ Մի անգամ իր 40 միլիոն դրամ խոստացավ և ուղարկեց, արդեն նստած հաշվում։ Եկեղեցու շրջակայքում արդեն իսկ որոշակի աշխատանքներ են կատարվել, ընտրվել է շինարարական կազմակերպությունը։ Իշնորհի Ֆարսիադազմիկին, անշահախնդիր, 65 բանվորով, իրաց ղեկավարներով, անգամ Ֆարսյան իր ինժեների հետ միասին, 2 օրում, սա 3 տուն նկատելով նայել է, սա գործեր հավաքել են և մնում է գործ նախաշիվ կազմեն, սմետան կազմեն գործ սկսեն։ Շինարարը ես եմ ընտրել, Երևանից Ստեփան ճարտարապետը կայք ուրի շինարար ընտրել, բայց ես անձամ ընտրել եմ ամենահզոր շինարարին Սյունիքի մարզի, որ գիտեմ, որ Ռազմիկը անշահախնդիր ամեն ինչ անելու եկեղեցին ավարտ հասնելու համար։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ շինարարությունը Արշավիր Հակոբյանի խոսքով կմեկնարկի 1 ամսից։ Ճարտարապետը որ կա Հայաստանում միակ ճարտարապետն է, որ լիցենզիոնի եկեղեցիների սմետանի նախաշիվ կազմելու համար, բայց իրանք փողել են ուզում մեզանից, որ սմետան կազմել 2 միլիոն փող են ուզում, որ սմետան ավարտ հասնեն դա մեզ։ Չգիտեմ, մշակույթի նախարարությունը ասել է, որ 14 թվին բյուջեմ կան նախատեսեք, մի քիչ կօգնի գնալ, չեմ հավատում, բայց թո ասուստատա։ Արշավիր Հակոբյանը կոչ արեց բոլոր սևաքարցիներին համախմբվել եւ աջակցել եկեղեցու վերականգնմանը։ Ադաչի փոխանցում եղել է փեսա, մեր գյուղի փեսա, Արուզման Անուշավանը, Ալպիրան Շավան Ադաչի անգամ Ադաչի հաշվի գրա փոխանցել։ Ես սևաքարցիները, եթե ուզում են Աստծո Ադաչի մաքուլին թո անպայման մի մասնակցեն բոլոր սևաքարցիները, անգամ 5 մանետով, 10 մանետով, 20 մանետով, ամեն ուժի չափ սևաքարցիները բոլորը մասնակցելու են, բոլորը, աշխարհը միշտ սևաքարցի կա, բոլորը մի մասնակցեն, հատկապես մեր Հայաստանի սևաքարցիները անպայման մասնակցելու, որ խեճով քնեն, Աստծո Ադաչ խեճ չունենան, հանգիստ քնեն, Աստծո տունը մի կատոչ սևաքարը, ընտրում եմ կապանը քաջանի, բոլոր գործարար մարդկանց, իմ խնդրանքն է իրաց ուժի չափով մի քիչ նիվարություն անեն Սևաքարի եկեղեցու համար։ Ես նորից մեր աղջիկներին եմ խնդրում, Սևաքարի աղջիկներին, նորից եմ ասում, ով որ ոսկե ցուլի կինո տեսել է, անգամ Նաջանի կինի նախագահ ամուսնուց բաժանում էր իր գյուղի համար, թո բոլոր իրաց ամուսներին համոզեն, իրաց ուժի չափով մի քանի չեմ ասում միլիոներ տան, մի քան դրամներ փոխանցեն հաշվի համարի վրա։
Եռանավ բազիլիկ ոճի եկեղեցի է Սուրբ Հռիփսիմեն։ Շինաշխատանքներից հետո այն պահպանելու է իր նախկին տեսքը, ասաց պետական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը եւ ավելացրեց. եկեղեցու նորոգման համար պարտադիր է մշակույթի նախարարության թույլտվությունը, կարգն է այդպիսին, անգամ եթե ֆինանսավորումը պետբյուջեից չէ։ Սևաքարի եկեղեցին վերջին մի քանի տարիներին անընդհատ մենք ներկայացնում ենք որպես առավել վտանգված հուշարձանների ցանկում, բայց պետք է ասեմ, որ Հայաստանում այդպիսի եկեղեցիների թիվը 300-ից անցնում է։ Ասել թե պետական միջոցներով կգտնվեն գումարներ այդպիսի մեծ թիվ, ահռելի թիվ ունեցող եկեղեցիները վերականգնելու համար ճիշտ չի լինի։ Դրա համար մեր հիմնական հույսը միշտ էլ բարերարներն են լինում։ Բարեգործական հիմնադրամները եւ անհատ բարերարները։ Հիմա Փառք Աստծո, փաստորեն Սևաքարի եկեղեցին արդեն ունի իր բարերարը, պարտադիր չէ որ իմանանք ով է այդ մարդը, ինքն էլ առանձնապես փարիսեցիություն չի անում, չի ասում գումարը տալիս եմ եւ ներկայացնեք ով եմ ես։ Այդ մարդը Աստծո աստվածահաճո գործ անում, մնում է որ ընդամենը, այսպես ասած, աղոթք բարձրացնենք իր առողջության, իր արևշատության համար, Փառք Աստծո, որ կան այդպիսի մարդիկ գնահատում են եւ վերականգնում են մեր հուշարձանների։ Հիմա ինչպիսին պետք է լինի ընթացակարգը։ Առհասարակ հուշարձանը վերականգնելու համար նախ պետք է արվի նրան նախագիծ։ Նախագիծը պետք է անցկացվի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդով։ Գիտամեթոդական խորհրդի հավանության արժանանալուց հետո արդեն տվյալ դեպքում համայնքի ղեկավարը, ով որ հանդես է գալիս պատվիրատու, ինքը նախ կորոշի, թե որ շինարարական կազմակերպությունը կիրականացնի հուշարձանի վերականգնումը։ Շինարարական կազմակերպության հետ կկնքի պայմանագիր, այսինքն շինարարություն իրականացնելու թույլտվություն, կներկայացվի մեզ նաև նախագծի մեկ օրինակը գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված, որից հետո կսկսվի շինարարությունը։ Շինարարության ընթացքում արդեն իրականացվում է հեղինակային հսկողություն տվյալ հուշարձանի նախագիծը կատարող ճարտարապետը, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնում է համայնքի ղեկավարի կողմից նշանակված անձնավորություն, ում որ ինքը կդնի տեխնիկական հսկիչ։ Մենք ընդհանրապես շինարարության ընթացքում հանձնման ընդունման ակտով տվյալ հուշարձանը վերականգնման մեջ գտնվող հուշարձան հանձնում ենք շինարարական կազմակերպությանը։ Աշխատանքների ավարտից հետո նույն հանձնման ընդունման ակտով հուշարձանը նորից հետ ենք վերցնում պահպանության։ Այսպիսին է առհասարակ գործընթացը եւ շատ կխնդրեի եւ կոչ կանեի, որ մարդիկ են անդեց գալիս, որ ասում են սրտացավ ենք այս հուշարձանի համար, ուզում ենք վերականգնել, դուք խոչընդոտում եք, թույլ չեք տալիս, օրենքը այսպիսին է, հուշարձանների վերականգնման ընթացակարգը ընդհանրապես այսպիսին է, պետք է անպայման նրանք ունենան հաստատված նախագծեր։ Նախագծանախահաշվային աշխատանքների համար նույնպես գումար է անհրաժեշտ, իհարկե բարերարի հատկացրած միջոցներից, քանի որ ինչպես Աստղիկ Հակոբյանը նշեց, ոչ ոք առանց վարձատրության մեր օրերում ոչինչ չի անում։ Չնայած գոնե այս դեպքում պետությունը ինչ որ ձևով պետք է նեցուկ լիներ, թե ոչ։ Ինչևէ։ Այսօր ոչ մի ճարտարապետ չի գա եւ ինչ որ մեկի համար ճարտարապետությունը դա ինքն էլ մասնագիտություն է եւ մարդը այդ մասնագիտությամբ աշխատելով գումար պետք է վաստակի, չէ՞։ Կապանի հոգևոր հովիվ Գալուստ Վարդապետ Դարբինյանի ուրախությանը չափ չկար, երբ տեղեկացրինք, որ բարերար է գտնվել, ով ցանկություն է հայտնել վերականգնել Սուրբ Հռիփսիմեն։ Աստված երկար կյանք տա, շատ շնորհակալ ենք, ողջելա այդ մարդը, որ այդ բարերարությունը բիզնե։ Ես շատ կուզեի անունը գիտնալ, ասկանունը գիտնալ, բայց միջև այսօր քանի կմնագոր ինչ որ է։ Ի վերջո մեջտեղ բիզել է մենք կանխայ շնորհակալություն իրեն Աստված ինչպես ասի երկար կյանք տա։ Եկեղեցին հինացարյան սովորությունը մեր ժողովրդին կով եկեղեցի շինելը ավանդություն է, սովորություն է, նորոգելը նույնն է։ Այդ եկեղեցին փլավ անշուշտ մեր հայ հոգիեն փամը բացեցավ։ Թյուրին փանչե դեսներ քու եկեղեցի, մայր եկեղեցի կփլիգոր։ Թյուրին փամը չադիգա։ Սակայն բարեպախտաբար մարդ գտնվեցավ, ծևովը եւ հիմա բիդի նորոգվի, ալ չեմ գիտեր, թե ինչպես, որ ծևով, ինչի գատկացին այդ գումարը, ով է որ հանցն բիդարն է, հետաքրքրություն չի գա, ով որ լա, կարևոր է եկեղեցին վերանորոգվին է, մեզի համար։ Պանը, Սևաքարը ճիշտ է, փոքր է, բայց եկեղեցի լալը չի ծածրիր, այդ եկեղեցին լալը չի ծածրիր,
100 տարվա պատմություն ունի, երևի ավելի քուացիները ինչու զրգույն միակ դժբախտաբար դեմ այստեղ ես մենք սեվակարին կո ատկեքիչ մարաշ բզիկում ունենք չապլին այդ եկեսինալ վտանգի դագ է եւ շատ մեծ վտանգի դագ է ես կխորիմ թե քուրաբեդերը իրենք պետք է որ շարժին ամեն մեկ քուրաբեդը ինքը բարձավոր է ի վերջո քուրաբեդը պատասխանատու է քուրին եկեսին մգա քու մեջ որ պլադագ է արված է թող այդ եկեսինուն համար աշխարհանք տալին հոգան բրբդեն լուրդան կոնե լուրդան պատկան իշխանության որ ասվիճակի մեջ է մենք իբր եկեցի 10 անգամ չէ 20 անգամ կացած ենք աղոթած ենք այդտեղը ճուրոքներ գրած ենք այդտեղը մգրձություններ գրած ենք այդ եկեցիներում մեջ ժամանակին սակայն մեզի չի մնար այդ չափը շինելը ադի ետ նորոգելը մեր կորձը չէ ավելի դուրս են բիդելլա Մենք ուրախ եմ իսկապես, որ այդպես պարարմ հայորդի մի ելած է, վեհանցը մեկն է, ով որ գրծած է իսկապես այդպեսի ծախսմը հանցն արնել, ի վերջո հայ հոգի իդունն է, որ բիդի կարուսվի։ Հոգևոր հայրը հայտարարեց, որ ինքն անպայման կաղոթի բարերարի նրա կնոջ զավակների ու թոռների համար։ Եթե իր անունը գիտնայի, ես զավակներու անունը գիտնայի, այս կիրակի բادرակի ընթացքին անպայման գիհիշեի եւ գաղութեինք, նորեն մենք, առանց որ ջաշնանք իրենց, նորեն գաղութենք իրենց համար, իրենց զավակներուն համար, իրենց ընտանիքի խաղաղության համար եւ միշտ կմաղթենք որ Աստված իր ցերկը հովանի ըլլա, այդպեսի ընտանիքի վրա ցավ չի դեսնեն, երկար ապրին ցավ չի դեսնեն եւ Եթե փախցլա կան դեսնենք, միասնապար երթան գտիգեցին, գամ միասին երթան կոձենք, գամ միասին երթան ատեղ ինչպես ինչ որ պետք է իբր մարդ անպայման գնենք այդտեղ այդ մարդուցեդը։ Սյունիքի մարզում շուրջ 40 հուշարձան կա, որոնք գտնվում են առավել վատ վիճակում, ասել է թե փլուզման եզրին։ Կապանի տարածաշրջանում վթարային են Հալիձորի բերդը, Վահանավանքի փոքր եկեղեցին, Անտարաշատի, Բաշկենդի, Հունական, Կավարտի, Շրվենանցի, Քիրսի եկեղեցիները, նաև Երիցվանքը։ Իսկ Բեխի անապատում, որը նույնպես վթարային էր համարվում, արդեն վերականգնողական աշխատանքներ են կատարվում։